գնել ֆինանսի մասին խոսել, համացանցային գնումները խորհուրդ չի տրվում, մենք ունենք դրական օր եւ դա այդքան հեռու չէ, մայիսի 16-ը եւ 17-ը եւ գիտեք ինչն է հետաքրքիր, մայիսի 17-ի նոր լուսինը գիշերը 12-ին էր տալիս 00 ժամ 00 րոպե նորալուսին հանց 12-ին ցուլի վերջին աստիճանների վրա էր այդ նորալուսինը այն կտա հնարավորություն նոր ֆինանսական հաջողություններ ունենալու եւ դա այդքան էլ հեռու չէ դա կտա ֆինանսի հետ վարվեցողություն, գրագի հետ վարվեցողություն, նվերներ, հաջողություն, հաջորդ օրը 17-ից 3 ժամի տեսնում ենք արդեն լուսինը երկօրյակում է, հաջորդ օրը մենք տեսնում ենք, տեսեք երկօրյակում, բայց արդեն առանց ընթացքի, ամենաբարենպաստ օրերից մեկը մայիսի 17 նորալուսին ցուլի վերջին աստիճաններին, հետո երկօրյակում լրատվության հետ շփվելու, այդտեղ ինֆորմացիայի հետ աշխատելու, քույր, եղբայր, հարևաններ նրանց հետ ձեր հարցերը լուծելու, համացանցում ակտիվություն ցուցաբերելու, ամսի փաստորեն 18 եւ 19 բարդ են։ Դրական էր 17-ը, 19-ին լուսինը խեցգետնում, Վեներան արդեն այստեղ տեսնում ենք, որ ամսի 19-ին անցնում է խեցգետնի կենդանակերպ, լարված դիրքեր, հնարավոր է սիրո մեջ ունենաք հիասթափություններ, այստեղ տեսնում եք, դա վերաբերում է խեցգետին, խոյ, այծեղ ջուր եւ կշռք, այդ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածներին, ընտանեկան խնդիրներ, որոնք ուղղակի ձեզ հոգեպես կընկճեն։ Առաջ գնանք սիրելի հետևորդներ, ամսի 20-ը լուսինը առանց ընթացքի խեցգետնում նստեք տանը, չորեքշաբթի օրը զբաղվեք ձեր ընտանեկան հոգսերով, կարևոր գործերը կարող եք կատարել ամսի 17-ի մայիսի 21 եւ 22, 21-ը բարդ օր է, առյուծի կենդանակերպում, բարդ այն առումով տեսնում եք կոնֆլիկտային իրավիճակներ, երեխաների հետ խնդիրներ, կոնֆլիկտներ, բայց եթե նրանց հետ գրագետ խոսեք, եթե նրանց հետ կարողանաք լեզու գտնել, ապա այդ խնդիրները կլուծվեն։ Ձեր երեխաները անսպասելի խնդիրներ կբերեն ձեզ, սիրելի առյուծներ, ջրհոսներ, կարիճներ եւ ցուլեր եւ ֆինանսի հետ կապված այդպես խնդիրներ եւ հնարավոր է ֆինանս վատնեք շատ հաջորդ կարևոր օրը 22-ը ամենաբարենպաստներից մեկն է առյուծում երեխաների հետ կապված նվերներ կարող եք անել նրանք ովքեր արվեստի մարդիկ են իրենց կարող են ի ցույց դնել իրենց բոլոր այդ կարողությունները դերեր կարող եք ստանալ սիրեք ձեր երեխաներին նվերներ առեք նրանց տարեք պատկերասրահներ